Մերձավանում տեղի ունեցած սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված երկրորդ անձը նույնպես կալանավորվել է։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ մատնանշել հանցագործության գործիք ինքնաձիգի գտնվելու վայրը, այն առգրավվել է։ Ավելի վաղ կալանավորվել էր նաեւ եւս մեկ ձերբակալված անձ։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիշեցնենք, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը, ոստիկան Կարեն Աբրահամյանը, որն այդ պահին ծառայության մեջ չի եղել։ Սպանությունը տեղի ունեցել նաև Կապանում կտրած ծակած վերքերով քաղաքի բուժկենտրոն տեղափոխված երկու անձանցից մեկը 37-ամյա Յուրի Մարգարյանը գիտակցության չգալով մահացել է։ Հանձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդկանց դանակահարել է Վարդենիսի 22-ամյա բնակիչը, նա ձերբակալված է։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ից 30-ն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում, նա մասնակցելու է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Նախատեսված են Միրզոյանի մի շարք երկկողմ հանդիպումները գործընկերների հետ։ Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքների համաձայն առաջատար է նախագահ Մայա Սանդուի Եվրոպամետ գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը, որը ստացել է ավելի քան 40% ձայն։ Նա հնարավորություն ունի պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Երկրորդ տեղում Ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի հայրենասիրական բլոկն է շուրջ 28% ձայնով, երրորդը Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի ստեղծած Այլընտրանք դաշինքը 8.5% ձայնով։ Ընտրություններին մասնակցել է 14 կուսակցություն, 4 դաշինք եւ 4 անկախ թեկնածու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածել Ռուսաստանի տարածքին, հայտարարել է Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Նա ընդգծել է թե նախագահ Թրամփի, թե փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները հստակ վկայում են, որ Ուկրաինային թույլատրված է հարվածել Ռուսաստանի խորքային թիրախներին։ Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Ուկրաինան կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրաված ամբողջ տարածքը։ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-ին 30-ի գիշերը հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի ցերեկը հոկտեմբերի 1-ից 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին հոկտեմբերի 1-ից 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։